ես այսօր ամբողջ օրս կազատեմ եւ մեծ սիրով դրան կտրամադրեմ, բայց դժվար թե դուք այդպիսի բան անեք։ Միջև Տիկին Ղազարանին արձագանքի իրավունք տալը, ասեմ, պարոն Ալիջան, որ ազգային ժողովի պատգամավորի հիմնական գործերի հիմնական պարտավորությունը ազգային ժողովի նիստերին եւ հանձնաժողովի նիստերին մասնակցելն է։ Եթե անհրաժեշտ է, սաղորը կնստենք ստեղ եւ քննարկենք, եթե նման կարիք եւ ցանկություն առաջանա։ Առաջի անգամ եք հանձնաժողով, մեր հանձնաժողովի համար նորույթ չէ, 1, 2, նույնիսկ 3 օր նիստ անելը մենք պատրաստ ենք եւ մենք դրանից որևիցե եղանակով չենք խորշում։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Կարծես թե ձեր պատասխանում են պատասխանել կար, որ միևնույն է հույս չունեիք, այսինքն հաստատում եք այն ինչ որ ասեցի, միևնույն է ստանալ բնականաբար շատ լավ էլ գիտեք, որ այն ինչ որ դուք ներկայացրել եք առհասարակ բովանդակային քննարկման իմաստ չկա իմ կարծիքով, այսինքն այն տվյալները կարծես ազատվեցի շահադրություն լինի, այնպես որ այն միտքը, որ միևնույն է դուք չեք մտնի քննարկման մեջ, հետեւաբար տանելու ենք լիագումար, արդեն կանխատեսելի էր, վստահաբար գիտեի այս ընթացքը այդպես է լինելու։ Նախ Տիկին Ղազարյան, առաջինը, եկեք որպեսզի ես հանգարտ չսկսեմ որակումներ տալ ձեր կամ ձեր գործընկերների ներկայացրած տարբեր փաստաթղթերի հետ, եկեք զերծ մնանք դպրոցական ձևակերպումներից մեկ։ Երկրորդ, նորից վերահաստատեմ, եթե դուք ես վերտառությամբ հայտարարության վերաբերյալ բովանդակային քննարկման կարող եք մտնել, ես սիրով կազատեմ իմ ամբողջ օրվա գրաֆիկը եւ ամբողջ օրը ձեր այդ բովանդակային կքննարկեմ։ Առավել եւս, որ վստահեցնում եմ ձեզ, որ այս հայտարարության մեջ չկա նույնիսկ մեկ ստորակետ, որը մենք չենք կարող հիմնավորել։ Ինչ վերաբերվում է, թե ինչ մոտեցումներով ենք եկել, ասեմ, ոնց էր վարպետի մոտ տառապանքս փորձ ունի։ Երբ մենք եւ Հայաստան խմբակցությունը համատեղ COP29-ին ընդառաջ առաջարկում էինք ազգային ժողովի հայտարարության տեքստ գերիների հետ կապված, ընդհանրական դա COP29-ին էր, որը իր մեջ պարունակում էր մեսիջներ միջազգային հանրությանը, Ադրբեջանի ղեկավարությանը եւ այլն եւ այլն եւ այլն, այն ժամանակ էլ մենք գրեթե վստահ էինք, որ հայտարարություն, որը մեկ տառ անգամ չուներ ներքաղաքական օրակարգի, մեկ տառ, պիտի որ առանց որևէ խնդիր ընդունվի, բայց ձեր խմբակցությունը այն տապալեց, այնպես որ իմ սպասելիքների տեսանկյունից ես այդ ժամանակ սովորեցի, որ սպասելիքներ ԿՊ-ից ունենալ չարժի։